Իրավունք եւ պահանջատիրություն հաղորդաշարը սկսում է իր հերթական հաղորդումը։ Այսօր մեր հյուրն է մշակույթի գործիչ պարոն Եղիշե Պետրոսյանը։ Հայաստանում մտավորականներ, ես այդպիսի մտավորականներ, այսինքն ռեժիմը միշտ իր մտավորականն է արտադրել, այսինքն ես նրանց մտավորական չեմ համարում, բայց պարոն Եղիշե Պետրոսյանը դուրս է մնացել ռեժիմի ազդեցությունից, կարողացել է մնալ ազգային դաշտում, ես պարոն Պետրոսյանին իմ հավաքընկերոջը համարում եմ մտավորական նաև։ Ողջույն պարոն Պետրոսյան, շատ ուրախ եմ ձեզ հետ այսօր զրուցելու։ Ես էլ եմ ուրախ։ Շնորհակալ եմ։ Պարոն Պետրոսյան, այսօր մենք հարցեր ենք ստացել, բազմաթիվ ես համարոտագրել եմ, բայց այդ հարցերը բոլորը քաղաքական են, վերջում ենք պատասխանելու։ Ես ուզում եմ մի փոքր նաև մշակութային, որպես մշակույթի գործիչ, մշակութային հարցերի անդրադառնանք, նոր անցնենք քաղաքական, չենք կարող խոսապել քաղաքական իրավիճակից, որովհետև իսկապես որ հասական օրեր ենք ապրում, եւ խնդրեի դուք ձեր այսօրվա մշակութային գործունեությունից մի փոքր պատմեք ինչով եք զբաղվում, ես ուզում եմ, որ մեր հանրությունը ճանաչի այսօրվա Եղիշե Պետրոսյանին, նաև քաղաքականությունից դուրս, եթե կարելի է։ 10 կտոր եք եղել արդեն երկար տարիներ։ Մի կտորի մասին։ Չի ստացվում մի գործով, մի նախասիրությամբ ապրել, հա։ Չի ստացվում, որովհետև այնքան խնդիրներ կան եւ մնալ կողքից դիտորդ չի ստացվում, այսինքն շատերի մոտ ստացվում է իհարկե, իմ մոտ չի ստացվում, իմ մոտ չի ստացվում մարդավարի ուրախանալել, բավականին երկար ժամանակ, որովհետև այս վիճակը, որը մեզ պատոհասել է, այն մթնոլորտում, որ մենք հիմա ապրում ենք, եւ այն մարտահրավերները, որ մեզ անընդհատ հետապնդում են, հանգիստ չի տալիս, եւ դրա համար չես կարողանում զբաղվել երգերաշտությամբ, երգրել, ես մեքենայի մեջ մեկ որ հանկարծակի միանում է կոչնակ կամքի երգը, վերկած որդի առաջնորդի, արդեն չգիտեմ, ոնց որ ինձ ապտակի ամեն անգամ այդ երգը միանալուց պատահական է միանում մեքենայի մեջ, հա, երբ որ Bluetooth-ը միանում է հեռախոսի, մեկ էլ հոպ տեսնում ես այդ երգը հեռախոսից գնաց ու ամեն անգամ տառապանք եմ ապրում այս վիճակի համար։ Չի ստացվում իմ մոտ հիմա մշակույթով զբաղվել, ոնց որ պետք է, զբաղվում եմ զուտ շոու ինդուստրիային վերաբերող տեխնիկական հարցերով, այսինքն սաունդով, լայթինգով, ակուստիկայով եւ այլն, որը իմ մասնագիտական մյուս հմտություններից է, հա, զբաղվում եմ դրանով եւ փորձում եմ այստեղ նոր ինժեներական, նոր ակուստիկ պատկերացումների հետ առնչվող երիտասարդություն նաև կրթել, այսպես ասեմ։ Այո։ Շատ լավ է, երիտասարդություն ասեցիք, ճիշտ ասած, մեր այս ընթացքում այս մի հարցումը մեր Լուսինեն է տվել, բոլոր հարցերին վերջում կանադարանք, բայց երիտասարդություն, որ ասեցիք, Լուսինեն այսպիսի մի հարցում է արել մեզ, ասում է պարոն Պետրոսյանը բազմաթիվ սաներ է կրթել եւ հա, սրանից կարող է 20 տարի առաջ կամ 10 տարի առաջ կարիք չկար այսպես խիստ քաղաքական հայացքներով այդ մարդկանց հետ խոսել կամ նաեւ այդ առմամբ կրթել, իսկ հիմա իր սաների հետ նաեւ ոչ, այսինքն ոչ միայն ձեր մշակութային ձիրքն եք փոխանցում, այլ նաև հարցնում եք քաղաքական ձեր մտորումներն եք փոխանցում իրենց եւ կան մարդիկ, ովքեր հետևում են ձեր օրինակին, ձեր սաների մեջ կան ազգային մտածելակերպ ունեցող երիտասարդներ, այսինքն դուք հանրությանը տալիս եք երիտասարդ ոչ միայն մշակույթով վերազինված, այլ նաև
քաղաքացու կեցվածքով հայրենատիրոջ ազատ ազգային մտածելակերպ ունեցող երիտասարդներ ստացվում հասկացա ինչի մասին է խոսքը ասեմ որ 16 թվականից հետո սաստածռերի ապստամբությունից հետո շրջապատս շատ լուրջ ինվենտարիզացիայի ենթարկվեց բավականին մաքրվեց Են գիտեք են ասում են տոկտալու նման փախան մոտիցս շատ ու շատերը ես ուղղակի sense ապշում էի ամեն օր եւ ես հիմա արդեն ընտելացել եմ որ մեր մտավորականության մեջ պետքա կոպիտ խոսք ասեմ ամորձիներով մարդ քիչ կա շատ քիչ կոլաբորանտները սարսափելի շատ են իհարկե ես ում հետ որ շփվում եմ ես փորձում եմ մարդկանց այսպես ասած մտածելու հնարավորություն ստեղծել անալիզ անելու հնարավորություն ստեղծել բայց ասեմ երբ որ նայում եմ շուրջս աղետալի վիճակ է մարդիկ ահավոր իներտ ու անտարբեր են եւ ձևավորվել է մի մտայնություն ընդհանրապես մեր հանրության մեջ որ ինքը իրենից ոչինչ չի ներկայացնում եւ եթե ինչ որ մի բան պետք է փոխվի ուրեմն պետք է փոխի ոչ ինքը ընդամենը բանը արբիտր է գնահատական տվող այդ ու սես չպետք է անել անես պետք է անել ինչի չեք միանում օրինակ հա ցենց տրադիցիոն խոսքա ով տեսնում է մեր հույսը դուք եք ինչի չեք միանում ու արդեն սկսում ես հոգնել բացատրելուց պետքա մի ժամանակ բան կար չէ ցենց տարածված խոսք կար որ Ռուսաստան էին գնում հայ տղերքը երբ որ աղջկայի ծանոթանում էին սկսում էին Արարատ լեռանից պատմել չէ այն հնից եկող բան Տիգրան մեծից սկսում էին ծանոթության ընթացքում հիմա էլ այստեղը պետքա ամեն անգամ ամեն վարքյան հետ գնաց ոնց որ մարդը քեզ մաթեմատիկական հարց տա ինքը թվաբանություն չիմանալով ու դու պետքա հետ գնաս թվաբանությունը բացատրես կամած մոտենաս մաթեմատիկային որ ինքը հասկանա իր տված հարցի պատասխանը շատ բանա երբ որ մտածում ես խելագարվելդ գալիս է ոնց եղավ որ այսքան անտարբերություն ու այսքան անադեկվատություն տարածվեց մեր ժողովրդի մոտ մեծից փոքր ահել թե ջահել ու սա անեց ամուր հիմքեր ա գցել որ դու լինելով ասենք ազգային մտածելակերպի մարդ քեզ նայում են որպես չգիտեմ անուննել են չէ կապցնում աղանդավոր եւ այլն ամեն ինչ տեսել կներեք որ ընդհանրապես ինձ նույնիսկ այլ բոլորակային են ասում են ապա դու ես երկրից չէ հա ինչ ես կորցրել ինչ ես ման գալիս հա որ գնում են գործի գալիս են տուն իրանց երեխեք այդ խաղում են հացրու դուք ինչ է լինում ասում ինչ է Այսինքն արդեն որևիցե մի առաքինի միտք, որը կապված կլինի ազգային մտածելակերպին, ազգային գաղափարախոսությանը, դարձել է ինչ-որ շատ օտար բան եւ ասեմ ձեզ ամեն ժամյա այս եթերային ինտերվենցիան, որ կատարվում է մեր ժողովրդի գլխին թե բլոգերները կլինեն, թե այս կոլաբորանտները կլինեն, թե նրանց սպասարկող վայ մտավորականներն ու վերլուծաբանները կլինեն, այս ամեն ինչի դեմ պայքարելը դառնում է Դոն Կիխոտի բաների հետ, հողմաղացների հետ պայքարի նման մի բան ու սա շատ ցայտուն ակնհայտ երևում է այո Մենք բավականին բան ենք բաց թողել, թե դպրոցում,
որովհետև բոլորին որ սարքեցին քաղաքական էլեմենտ, դպրոց, մանկապարտեզ եւ այլն, ընդեղից արդեն սկսվում է անբովանդակ դաստիարակությունը, հա, հələ մանկապարտեզում մի քիչ բան կա դեռ հələ երեխան չձևավորված, հա, արդեն հիմա էլ արդեն այդ հայրենասիրական երկերն է պակասում, մանկապարտեզում կլինի, դպրոցում կլինի, հասկանում եք, ու սա իր խորը սպին հետքը թողում է ամբողջ հասարակության վրա, որի հետ գնալով ավելի դժվար է դառնում աշխատել, որովհետև իրանք ընդամենը դարձել են սպառող, կոնկրետ սպառող։ Այո։ Օրինակ, տեսեք, ասեմ, սրանից 20 տարի առաջ թեկուզ, երբ որ խորհրդարան էր ձևավորվում, ասենք դեռ այս թրքաբարուն չկար, ասենք կամ էլ կար տեղավորվում էր ընդդիմադիր շարքերում, դե հասկանում ենք առանց Կրեմլի թույլտվության Հայաստանում որից է մեկը չէր կարող խորհրդարանում հայտնվել։ Խորհրդարանում հայտնվում էին, ասենք, թերի կրթություն ստացած թաղային հեղինակություններ, թերի կրթություն ստացած կամ կրթություն չստացած, ասենք, բիզնեսի, ասենք, երևելիներ, փողատերեր, եւ սա նորից ազդում էր մեր կրթության վրա, եւ որ երեխան դպրոցում, երբ որ ասում են սովորի, ասում են այդ ցավը տանեմ, ես ինչ է որ կրթություն չունի, տեսեք, քանի թիկնապահով է մանգալի, քանի գործարան ունի, քանի խանութ ունի, այդ էլ պատգամավոր է, անազգաններ չի կարողանում գրել, կամ հայրեներ նախադասություն չի կարողանում, մի կարդահայտող նախադասություն չի կարողանում կպցնել, բայց պատգամավոր է։ Սա, ասենք, մենակ հիմի չի այսպես եղել, հենց սա են գլխեն, այսինքն մենք եթե խորհրդային ժամանակ մենք խիստ գաղութացված ապրելով, բայց ստացել ենք կրթություն, այսինքն գիտակցություն ենք ունեցել, այսինքն եկավ 88-ի փետրվարը մենք այդ կրթության բազայով հասկացանք ազատությունը ինչ է եւ կիրառեցինք։ Իսկ այս 30 տարվա մեջ աղավաղեցին ամեն ինչ, որ արդեն Նիկոլ ինչ ուզում անում է, այսօր արդեն չէ, երեք ինչ արեց, ասեց թուրքերը ոչ մի խնդիր չունեն, ինչ ուզեն պետք է անենք իրեն։ Կոպիտ ասած այդ է նշանակում եւ նորից արձագանք չկա, էլի, ասենք մեր վիշտը անտեսել, նրա մեղադրանքները նրանց վրայի հանել, բայց դրանք պետք է մեզ մեղադրեն, մեզանից պետք է ստանան, այսպիսի բաներ էլի, ասենք այս անտարբերությունը էլի գալիս է նաեւ այդ ժամանակներից, որ եթե խորհրդարանը ձևավորում, այսինքն օրենսդիր սենատը, եթե այնտեղ անկիրթ մարդիկ են նստած ու երիտասարդը պատանին տեսնում է օրինակ է դառնում դա իր համար, վերջ կրթության հետ անցվեց, գայթակղեց չսովորել, կռվել, ջարդել, փշրել, ավիրել, թալանել, գողանալ, հայտնվել խորհրդարանում, չաղով բախտավոր ապրել։ Բա ոնց կարող է պետություն, այսինքն հիմքերը սխալ էր դրված։ Կիսում եք այս տարբերակը, պարոն։ Իհարկե, ամեն ինչ արմատից է։ Եթե հիշում եք սովետական միության ժամանակ էլ հեղինակությունները պայստապետներն ու բաներն էին, չէ, գայշնիկներն էին։ Չէ։ Այսինքն նրանք որոնք գործ ունեին բանը, ասենց հաստատված կոռուպցիայի հետ, հա, որի անունը կոռուպցիա չէր։ Հա, բայց մի բան հասկանանք, իրենք եղանակ ստեղծող չէին, եղանակը ստեղծում է կրթությունը, այսինքն չէ, ներդեղը ինչպես էր ասում էր, տվեք ինձ մեկ սերունդ կրթված, մեկ սերունդ, այսինքն ինքը կարող էր կրթել, կամ ասում էր տվեք ինձ մեկ սերունդ կրթված, ես ստեղծեմ հզոր ամուր պետություն, ոչ մի բան չզիջող, բայց մենք այդ մի սերունդը 30 տարին դա մեկ սերունդի կյանք է, մենք ուրիշ բան սովորեցրեցինք, Ալիևը ուրիշ բան սովորեցրեց, մարդը այսպիսի մարդը չեղածից ստեղծում է ամուր արմատներ եւ կարելի ասել որ մենք ձևավորվի Վարո Պետրոսյան, հիմա եթե մենք ամբողջ աշխարհը մեր Նարեկացուն, Կոմիտասին, չէ, Խաչատրյանին, չգիտեմ, Սասունցի Դավթին, չէ, աշխարհի տարբեր տեղերում մենք այդ արձաններն ունենք, դրանց շատ տեղեր մենք չենք դրել, իրենք են դրել, Ալիևը հələ մենակ հորարձաններն է բացում, ուրիշ բան, ինքը անցյալ ուրիշ բան չունեն։ Հա, հələ բայց հիմա իրանք բանը հենց ճակերտների մեջ ճիշտ ճանապարհի վրա են ամեն ինչ հայկականը յուրացնելու եւ ոնց որ Թուրքիայում չէ ամեն ինչը թանգարաններում եւ այլն արդեն որպես թուրքական մշակույթ է
ես չգիտեմ, ապշելու բան է, ապշելու է, թե ոնց կարող էինք մենք, եթե մեզ համարում ենք խելացի, հեռատես, նախաձեռնող եւ այլն, ոնց կարող է մենք այդ ահռելի մեր տարածքը հայկական լեռնաշխարհը, որը մեր բնորանն է, որը շատ ոչ թե մի քանի տասնյակ, այլ մի քանի 100 քառակուսի կիլոմետրի մասին ենք խոսում։ Այս մեր բնորանը սենց բանանելով, ծախսելով, հա, վատնելով, գայինք հասնեինք այսօր եւ այսօր էլ ինչ-որ կակ բանը մի 100 տարեկան դեռ հələ չձևավորված ազգը, այսինքն մենք հիմա պայքար ենք մղում մի Գերդաստանի դեմ ընդամենը ազգովի։ Ալիևների Գերդաստանն է, ինքն է։ Հենց չի որ այնտեղ, չգիտեմ, այդ դասախոսներ, բան մերոնցից տարբերվում են, չէ, ունեն մի մարդ, որը իր երկիրը տեսնում է որպես իր անձնական սեփականություն եւ վաղ անպայման փոխանցելու է որդուն, այո, որը թքած ունի դեմոկրատիա եւ այլն ժողովրդավարության վրա, մարդը իր սեփականությունը ընդլայնում է, ոնց որ եւ ցանկացած բան բիզնեսմեն, որը ցկտում է ավելի ընդլայնվելու, չէ, եւ մի ամբողջ ազգի հազարամյակների պատմություն ունեցող ազգի դարձրելը միայն իր տրենդների սպասարկող քնում զարթնում է մի հատ բան է գցում մեր պրեսան որ անուղեղ անողնաշար տարածում, հա, այո, տարածում սկսում է դրա քննարկումները, բայց մեր երկրի խալին, մեր ոտի տակից, մեր իսկ իշխանությունների միջոցով, սիրուն մեր խալին, մեր ոտքի տակից քաշում են։ Այսինքն մենք վաղը կմնանք ընդհանրապես բանը առանց հենակետի, այս ճանապարհը տանում է այդտեղ ու ցավոք սրտի այսքան գոռում գոչումները առնվազն ես կարամ ասեմ, որ ակտիվ եմ 16 թվականից ստիպված եմ այդպես եղել։ Միշտ եմ եղել ակտիվ, բայց հիմա ես ստիպված եմ լինել բարիկադներում, հա, որովհետև չեմ տեսնում այլ անողների, հա, չեմ տեսնում եւ ստիպված ես եմ ոնց որ ասած հրացանը վերցնում ու կանգնում եմ պոստի Սիրով իհարկե ես կզբաղվեի այն բանով, որը իմ մոտ շատ լավ է ստացվում, բայց ես չեմ կարող այդ դիրքնել թողել, որովհետև հարցակումները շատ են։ Այո։ Հարցակումները ահավոր շատ են, ընդ որում մի ուղղությունից չի, ներքին տականքը ահռելի շատ է, ներքին ամբարուն ահռելի մեծ քանակ է իրենից ներկայացնում Եվ հարվածները գալիս են թե ներսից, թե կողքից, թե դրսից, տարբեր ագենտուրաների միջոցով ու այս պայմաններում ուղղակի ասել որ ես իմ գործը լավ եմ անում, ես միայն մշակույթով պետք է զբաղվեմ։ Ես ինձ բնականաբար չեմ հարգի, որովհետև ես բան չեմ։ Ես մտավորական եմ, որը անալիզի եւ մտածելու եւ հոգացություն ունենալու իր երկրի իր տեսակի համար պատասխանատվություն եմ զգում ունեմ այդ պարտավորությունը ես այդպես եմ դաստիարակված ես չեմ կարող ասեմ ես լավ բան եմ անում լավ ջութակ եմ նվագում եւ դա բավարար է ոչ դա բավարար չի դրանով է մտավորականը տարբերվում ոչ թե դիպլոմով Մտավորականը նայա որ կարա ներկայացնի ազգի միտքը խիղճը նրա բարոյականությունը նրա երազանքը եւ այլն մտավորականը սա է մտավորականը Վիկտոր Համբարձումյանն էր որը բացի նրանից որ աշխարհը արչակ բաներ աստղագետ էր հա աստղաֆիզիկոս այո նա նաեւ մտավորական էր նա հայոց դարտով էր ապրում Սիլվա Կապուտիկյանը պոետներ շատ կան, գիտեք։ Հիմա էլ շատ պոետներ կան։ Բայց Սիլվա Կապուտիկյանն էր կամ Շիրազներ կամ Սևակներ, հա, որոնք հայոց դարձով էին ապրում։ Պատկերացնում եք, եթե նա այդ բանը չունի, այդ ջիղը չունի, նա մտավորական չի, նա ընդհանրապես պոետ է։
կամ չգիտեմ Եթե պետք է ասենք գաղութում ձևավորվի ու մտավորական կա, այսինքն ես դրանց մտավորական չեմ համարում, եթե ինքը ազգային չի, եթե ինքը մտածում է գաղութի շահերի մասին, ոչ թե իր պետության, այսինքն ես հայեր կան, աննմանად Ռուսաստանում ճանաչված հայեր կան, չէ, դրանց համար Ռուսաստանի շահը ավելի կարևոր է, քան Հայաստանը։ Ասենք Հայաստանը վերանա, բայց Ռուսաստանի մատը փուշ չմտնի, իրենք այդպես են մտածում։ Եվ այդպես էլ Հայաստանում են, չէ, այդ ովքեր ռուսահապատակներ են։ Այ օրինակ հիմա հարց առաջացավ, պարոն Պետրոսյան, ասում եք 16 թվականից հետո ձեր շուրջը մաքրվեց։ Այսինքն այդ ռուսական սիրավախով ապրողները, ես դրանով սիրավախ եմ դրել, ես համոզված չեմ, որ իրենք անկեղծ են սիրում Ռուսաստանին, իրենք վախենալով են սիրում, դրա համար ես սիրավախ եմ դրել, դրանց զգացմունքը սիրավախ է։ Հիմա այդ մարդիկ ես 20 թվականի պատերազմից հետո, Արցախը հայաթափելուց հետո, ասենք հիմա օրինակ երբ որ ստացվում է որ հանդիպեն ձեզ, իրենց երեսը որ ձեր երեսին առնում է, ասենք չեն ամաչում, ասենք, չեն ասում ամաչում են։ Շատերը ամաչում են։ Այ ով ամաչում է, ես հույս եմ կապում, որ ինքը կարող է դարձի գա։ Եթե չի ամաչում իր հեշտությունն է պնդում, ես նրան մոտիկ էլ չեմ թողում։ Դե լավ է որ ամաչողներ կան։ Կան, հա, կան, արդարացողներ էլ կան, բա գիտես, տուն ենք, բա մենք ինչ ենք բանում, մենք կարող է բանենք, ում ենք բանում, տուն ենք պահում, այս մի բանից հետո այս ինչ, չէ, այսինքն ասում եմ, մենք մեր հանրությունը շատ կոնկրետ սպառող, տելևիզոր, պրոպագանդան լծվեց գլուխը, ռեկլամը լծվեց գլուխը, ինքը գնաց սպառելու եւ ես ես բեսեդկաները կքանդեի Facebook-ն էլ կփակեի ժամանակավոր որպեսզի կարողանաս ժողովրդին դարձի բերես այս TikTok-եր եւ այլն իրայք բաները զբաղմունքները շատ են տեսեք լավ հնարավորություն է, չէ, այս ինֆորմացիան աշխարհ փոխանցելու հիմա մենք նստած ենք 11 ժամ տարբերությամբ տարբեր տեղերում միաժամանակ իրար կարողանում ենք տեսնել, լսել եւ այլն, սա մեծ ձեռքբերում է, բայց նաեւ ատոմային զենքի նման, հա, որը, ասենք, էներգիա է արտադրում, ինքը դառնում է նաեւ չարիք, հա, ինքը չարիք է դառնում ու այս ամեն ինչը զուտ սպառելու, այսինքն մարդը արդեն դառնում է բան ինքան կապված այս վիճակից, հա, որ սենց զարթնում անընդհատ թերթում այս մատի շարժումը ես նկատել եմ արդեն ես ուրեմն առաջ մորուքս երկար էր մեր ինչ-որ որոշեցի սափրվեմ եւ զգացի, որ ես անընդհատ այս շարժումն եմ անում, բայց արդեն մորուք չունեմ։ Ասեցի ուրեմն սա ընդամենը սովորույթի բան է, ուրեմն այս ծխելն էլ դրա հետ է կապված։ Եվ այդպես կարողացա ես թողնել ծխելը։ Այսինքն այս շարժումս արդեն վերացավ։ Հիմա էլ այս սովորույթ է դարձել զուտ ինչ որ ուղեղը չծանրաբեռնելու, այլ ինչ որ պատկերների ասած շարքը դիտելով անցնում է մարդկանց օրերը, մոռանում են ընտանիքի մասին, մոռանում են երեխա դաստիարակելու մասին, մոռանում են հայրենիքի մասին, ամեն ինչի մասին մոռանում են, հասկանում եք, ու այսպիսի զոմբիացված մասաներին շատ հեշտ է կառավարել, ուղղորդել կամ ուղղակի պահել անտարբեր դաշտում, որը հիմա կատարվում է։ Իսկ այս իշխանությունը ամեն ինչը խփեց անցավ, այն անգամ բադ երազում չէր կարելի պատկերացնել, որ սենց բան կանային մեր գլխին բերեին, ու մենք սենց այն մատաղացու ուլի նման ընդամենը այս ամբողջ ընթացքը սենց կհետևեինք, հա, անընդհատ սենց կհետևեինք։ Ոսոր մեր հետ չեն անում այդ բանը, ոսոր երկրի պիրաբերվում, անի լսում ենք Վետնամի կամ չգիտեմ եսի որ երկրի քանդում են, մենք կողքից նայում ենք, այսպես չէ՞։
Այդա այս իշխանությունները, այս վերջի ճակերտների մեջ այդ առաքելությունը շատ բարձր մակարդակով կատարեցին, առաքելություն բացասական իմաստով եմ ասում, հա, ու շարունակում են կատարել, ու քո բոլոր կոչ աղաղակները, որ ժողովուրդ այս կոմեկում ոնց որ ձայն բարբարո հանապատի հա փողոցում հանդիպում են շատ քաջալերող խոսքեր են ասում, որ իրաց լսես, վաղը պետքա բան անես, դուրս գաս փողոց եւ այլն, բայց դուրս ես գալիս, տեսնում ես էլի նույն են հարազատ մարդիկ, որոնք պայքարի բովով թրծված, բազում դատական գործեր շալակած, հա, բազում դուժեր կրած այդ մարդիկ են, որոնք սենց բանը պարտաճանաչորեն գալիս են կանգնում են քո կողքին ու դուք նայում եք իրար ու անգամ լուր հասկանում եք թե որքան աղետալի է մեր հայրենիքի վիճակը եւ ինչքան ամոթ է մեզ բոլորիս։ Բայց մենք կանք, պարոն Պետրոսյան, այսինքն Հայաստանը ամբողջովին անհույս չէ, օրինակ հրամանատարները լավ ասում, ուրախալի նաև որ մենք կանք, որովհետև այն վճռականությունը, որ մեր մեջ կա, գործի դնելու ցանկացած, այսինքն մենք այդ X պահին մենք ենք հիմնականում սպասում, ոնց հասկացա, այսինքն ով վճռական է եւ X պահին պետք է ցույց դնի իր գործնական քայլերը, մենակ մենք ենք, ոչ մեկ X պահից չի խոսում, այսինքն բոլորը հոսանքի հետ գնում են։ Չեն ասում, այ հեսա այնտեղ ծառ կա, որի ճյուղը կախված է գետի վրա, մեր այդ լաստը գնում է անկանոն, այս այդ ճյուղից կբռնվենք։ Ոչ մեկ չի մտածում դրա մասին։ Բայց մենք մտածում ենք եւ փառք Աստծո, ինչպես ասում է պարոն Ժիրայրյանը, մենք կանք դա էլ է մեր երկրի շահացն է, փոքրաթիվ ենք, բայց ես գտնում եմ, որ օրինակ ես իմ վրա վստահ եմ եւ գիտեմ, որ շատ-շատերս ենք վստահ, որ կարող ենք անել ու պետք է անենք։ Իհարկե կարող ենք, հա։ Պարոն Պետրոսյան, ես գիտեմ, որ դուք եւ պարոն Չուքազյանը Բևերի խորհրդի կողմից որոշվել է, որ դուք սկսեք բանակցություններ վարել, չէ, որպես բանագնաց, չէ, տարբեր քաղաքական թիմերի կամ անհատների 19 թվից, այո։ Այդ բացի քաղաքական դաշտից, այդ կամ անհատներից քաղաքական գործիչներից, մշակույթի դաշտում փորձում եք նաև այդ մարդկանց հետ, ովքեր ասենք թեկուզ գիտության դաշտում, ասենք լուրջ պատմաբաններ, ովքեր իսկապես հայրենասեր են, որ կարող են իսկապես մեր աղբյուրից են սկզբնախոս, օրինակ ես ուզեցի հիշեմ մեր երջանկա հիշատակ Արտակ Մովսիսյանին, ով դեռ 18 թվից արդեն բոյկոտում էր այս թրքաբարուների, դեռ պատրաստ չէր սկսել, ժողովուրդը տաք երել, այսպես գիտեք, փրկվել է, բայց նա անմիջապես վեր հանեց, որ այս պատմության դասագրքերը, այս ծրագիրը ինչ որ դուք հիմա անում եք, 18 թիվներ, 19 թիվներ, սա Թուրքիայի երջանկությունն է, էլի այս տեսակ պատմություն հանրապետական դպրոցներում տանել եւ ուսուցանել, սա թուրքական ծրագիր է, եւ այդ մարդը կորոնավիրուսից բոլորս ես էլ փրկվեցի, բայց այդ մարդը չփրկվեց տարօրինակ ձևի, էլի։ Հիմա օրինակ, որ դուք մշակույթում, ասենք, կան մարդ, որ մշակույթային է եւ ասենք գործիչ է, որի ձայնը, օրինակ Արտակ Մովսիսյանը կարողանում էր ազդել, կա այդպիսի գործիչ մշակույթային, որ դուք նրա հետ եք բանակցում եւ ինքը կարող է գալ կանգնել, ասենք, ինչպես մենք ազատ խոսում ենք մեր դարդուցավից, առանց կաշկանդվելու, առանց վախենալու, եւ նույնիսկ պնդում ենք, եթե այսպես չլինի, ապստամբելու ենք, զենք ենք վերցնելու, այս ենք անելու, այն ենք անելու։ Օրինակ կան նման գործիչներ կան, թե չէ հիմա, որ ձեր կարող եք բերել մեր, չեմ ասում մեր այդ համագործակցեն, բայց ազգային դաշտ կան եւ հայտարարությամբ հանդես գան, գոնե էլ ուղղորդեն ժողովրդին ազգայինի արժանապատվության։ Տես Խաչիկ ջան, ես պետքա փորձեմ մի քիչ ավելի հերվից գալ, որպեսզի լավ հասկանանք ինչ է կատարվում։ Ես պատահական չասեցի, որ 19 թվականից մենք լծված էինք այդ գործին, այսինքն 18 թվականի աշնանից, երբ որ արդեն
հասկանալի դարձավ, որ մենք խապված ենք եւ մեզ տանում են լրիվ այլ ուղղությամբ։ Բնականաբար այն ժամանակ այս միտքը տեղ հասցնելը համարվում կարելի էր ասել անհնար էր, որովհետեւ ոչ ոք չէր, ոնց մենք ես եմ բերել, այսինքն եթե մարդ իրեն համարում է այդ գործը իրականացրած, նա իր սխալը չի ուզում ընդունի։ Ես օրինակ ամեն ինչով աջակցել եմ, օգնել եմ։ Բնականաբար, բայց երբ որ հասկացել եմ, ես հետ եմ կանգնել։ Շատերը տեսնում էին այս իշխանությունների դեմքով իրենց եւ աչք էին փակում շատ բաների վրա, որոնք արդեն սիգնալներ էին, հա, արդեն կայծեր էին, որ բացատրում էր թե ուր ենք գնում մենք։ Այդ մեսեջները, որ կար, շատ քչերն էին անալիզի ենթարկում եւ գիտակցում թե ինչ կլինի վերջում, հա։ Եվ աչք էին փակում այս մեսեջների վրա, երբ որ անգամ ասում էր ոչինչ, դե հա, ոչինչ, բա խոսես չեր ասի, բա սենց պետք է ասեր, հա։ Խոսես չեր ան, բա սենց պետք է աներ, բա այսքան ամեն ինչով արդարացնելով ես դա համեմատության մեջ մցրեցի մեր ժողովրդի իր կեցության պատկերի վրա, հա, այսինքն ասում է մարդը հա սուտ դու չես ասում, բա մարդը սուտ ասում, սաղս էլ սուտ ասում ենք, բա դու խոսքդ չես փոխում, չի եղել որ դու խոսքդ փոխես, հա այն էլ է փոխում, ամեն ինչ նորմալ է, դու բան չես արել, ես չես ասել հակառակն արել, այսինքն անընդհատ ցես բաներ են ասում, այսինքն ես հասկացա, որ դա դարձել է նորմալ, բարոյական նորմ մեր հասարակության մեջ, խաբելը, սուտ ասելը, հա, ասել չանելը, խոսքը դրժելը, պայմանավորվածություն խախտելը, այսինքն ինչքան արատ կա նորմալ մարդկային հարաբերությունների մեջ, մեր մոտ դարձել է սովորական երևույթ եւ մարդիկ դրա համար արդարացնում են ամեն ինչը, առանց գիտակցելու այն տակից եկող հզոր երկրաշարժի ալիքը, հասկանում ես, այդ փոքր ցնցումները բերում են երկրաշարժի ու այս պայմաններում, երբ որ դու սկսում ես մարդկանց հետ խոսել այսօրվա մասին, պատերազմի գալիք պատերազմի մասին, ասում են, խո դու ինչ ես, ես ինչ ես խոսում, բալը տես ինչ խաղաղ է։ Հա, ու շատ դժվար էր մարդկանց, մեկը գալի ասում էր, միայն ընտրություններն է ճիշտ բան, հա, հասկացանք, բայց որ պայմաններում, հիմա ինչ ընտրության մասին, Հայաստանում եղել է արդյոք մի որևիցե ընտրություն, որտեղ իշխանությունը չի հաղթել, չկա այդպես բան, ասեն տվել։ Բաղուտում ընտրություն չի լինում, պարոն Պետրոսյան, բաղուտում գաղութարար է։ Հա, էդ հիմա Հաչիկ ջան, հիմա այդ իմ ու քո համոզումն է, բայց սա դու չես կարող, ասում ես, բա 18-ին չեղավ, դե հիմա նստում ես էլի Գյուլնաստատի հեքիաթը պետք է պատմես Արարատ լեռանից, ինչն ես, հա, Տիգրան մեծից գազ, բացատրելով, որ այդ մարդը իր տված մաթեմատիկական հարցը տվել է չիմանալով թվաբանություն, ու դու այդ ամբողջը պետքա բացատրես, ու որպես նրա գլուխը մտնի, եթե նա հակված է ընկալելու, եթե հակված չի, դու ժամանակի վատնում ես ունենում, և մեզ հաջողվեց ինչ-որ փոքրիկ բաներ, բայց, տեսեք, չէ որ ցանկացած առողջ մտքին հակադարձում են տասնյակ նաև հարյուրավոր հակառակորդներ, ես պատահական չասեցի, հիմա ինչքան դուք բլոգերներ գիտեք, գոնե մի 20 հատ կիմանաք երևի, չէ? Երևի, Հա, գոնե մի 20 հատ, որ գոնե քչի շատից հայտնի է, հա? Հաստատ կլինի։ Հա,
գոնե մի 20 հատ քիչ շատից հայտնի են։ Հիմա երբ որ սենց լսում ես, երբեմն լսում ես, ես սիրում եմ լսել այդ մարդկանց, երբ որ շան հետ դուրս եմ գալիս ման գալու, դա օրական մոտավորապես ժամուկես է, առավոտ երեկոյան իրար հետ, հա, եւ այդ ժամուկեսը ես տրամադրում եմ այդ տարբեր կարծիքներ լսելուն։ Եվ հիմա հարց, Խաչիկ ջան, մարդը նստած խոսում է, բլոգերը, նպատակը ինչն է, խոսեց, լավ, խոսեց, նպատակը ինչն է, ունի 100,000 դիտորդ, օրինակ, ինքը խոսում է, որ ինչ անի, արդյունքն եմ ուզում հասկանամ, խոսում է, որ ինչ անի, խոսում է, որ ինքնահաստատվի, որ ասի, տես ես ինչ բան եմ, ինքնահաստատվելն է, ուրիշ, բա լավ խոսեցիր, ասեցիր, ես հաջորդ քայլը որն է, ինչի համար ես խոսում, ուր ես ուղղորդում, ում ես պաշտպանում, ում վրա ես ցեղ շպրտում, արդյունքը դու արդյոք պատասխանատվություն զգում ես քո արածի արդյունքի համար, դու եթե ցեղ ես շպրտում, ազգային, ոչ մի բանով չվարկաբեկված մարդկանց ուղղությամբ քո նպատակը որն է, քո 70-80 կամ 500,000, չգիտեմ, լսարանով որն է, իմաստը ինչն է, դու արդյոք ինչ-որ բանով օգնում ես քո երկրին, քո ժողովրդին արդյոք ճիշտ ուղղություն ես տալիս, թե դու քանդում ես առանց էնել տատանվող այդ մարդկանց համախմբելու հնարավորությունը, այսինքն տեսեք, լիքը ագենտուրա կա ստեղ, եւ մենք էլ գիտենք, որ այս աղքատ ապրող ժողովրդին փողով ամեն ինչ կարողանում են ստիպել անել, եթե զինվորականը 200 կամ $100 դիրքի ինֆորմացիա էր փոխանցում, բանը գիտենք, որ դա կա։ Ես երբեմն մտածում եմ, ասենք, սահմանապահ, փառապան սահմանապահ եւ գալիս է ինչ որ մի բան, չգիտեմ, իգիլի ներկայացուցիչ ռումբերը վրան փաթաթած գալիս է սկսում է համոզել, թե տղեկ ջան, թողեք գնամ, այսքան փող եմ տալիս, գնամ ատոմակայանը պայթացնեմ, ձեզ ինչ է, բան, այսքան փող եմ տալիս։ Ես արդեն մոտս համոզմունք է ձևավորվել, որ ինքը անպայման կգտնի ում փողը տա եւ որը նրան կթողի նա անցնի այդ իր տերակտը անելու համար եւ նաեւ ավելի սարսափենի ասեմ մեկ ուրիշը նրան կմոտենա կասի գիտես ինչ մյուս անգամ որ գաս իմ մոտով արի ես էժանով կթողեմ քեզ այ մենք այս աստիճան բարոյազրկել են մեր հասարակությանը ու շատ եմ մտածում ինչ անել լավ ոնց դրա դեմը առնել միակ դեմը առնելու ձևը դա իշխանություն վերցնելն է եւ վերևից այս ամեն ինչը ճիշտ ռելսերի վրա դնելով կերպարար փոխելն է չէ որ մեր նույն քաղաքացին որը ստեղ ուխտի նման ամբողջ օրը փողոցով թքելով գնում է կասկածում եմ որ մի ուրիշ ցիվիլ երկրում որտեղ կարգ ու կանոն կա օրինակ ասենք Սինգապուրում կարա իրան այդպես թույլ տա չէ ինքը գիտի որ դա ընդունված չի եւ չի անի այսինքն վերևից պետքա դաստիարակել ոչ թե վերևից անընդհատ ասել դուք գիտեք ինչ կյանքը վայելեք էլի ինչ եք ընկել սրա նրա հետևից կյանքը վայելեք հա դու հենա լավ է էլի լավ է ստեղ ֆեստիվալ անդեղ ֆեստիվալը ստեղ համերգա ստեղ տրճիկ են տալիս տեղից լավ է լավ է հասկանում ես գնա համերգ հետ գալուց Գրուզենատուն մտնի կտնատունը Իրանը չի Ալիևի պարտքերի դիպաս այո ուզում ասեմ ոնց մտածում եմ Խաչիկ ջան սենց չունենալով լծակներ իշխանական պետական լծակներ դու չես կարա ոչ ոստիկան դաստիարակես հայրենասիրությամբ
նախ նրա գլուխը պետքա մցնես, որ իր ծառայությունը հայրենիքին է վերաբերում։ Կոնկրետ հայրենիքին, ոչ թե իշխանությանը։ Ինքը պետք է քննությամբ գործի, ոչ թե փողով։ Ի սկզբանե հայ բանը դրվածքը այնպես է, որ իշխանությունը դա ժողովրդի ընտրյալ եւ ժողովրդի շահը սպասարկող եւ պետական շահը ամեն ինչից վեր դասող բաներն են, ծառայողներն են։ Սա, այո, սա իշխանությունը դա պետք է լինի։ Բայց եթե դա չի, այ ոստիկան, քո արածը ի՞նչ է։ Քո արածը ի՞նչ է։ Դու ի՞նչն ես պաշտպանում։ Հա, չգիտեմ էլի, մեկ անց հնից եկող հեշտ սիրուն բառեր կար, բայց բան չի փոխվել։ Հասկացա։ Պարոն Պետրոսյան, շատ հաճելի անընդհատ ձեզ լսել է, իսկապես շատ ժողովրդական ասացի պես շատ մատչելի կարողանում եք մատուցել, բայց քանի որ մեր եթերը անսահմանափակ չի, մենք այնքան հարցեր ունենք, ուզում եմ անցնենք հարցերին, եթե դեմ չեք, էլի։ Սիրով։ Հարցերը երկարաշունչ են առհասարակ մեր հարցերը, մեզ ուղղված հարցերը, բոլոր եթերներում դա նկատելի է։ Ես կպատասխանեմ այո ոչ։ Հա, չէ, ես խմբավորել եմ, ես մի քանի թերթիկա կրկնվող հարցեր կան։ Հա, ես խմբավորել եմ, հա, բայց այնուամենայնիվ մի 10 վերջը կաշխատեմ բոլոր հարցերին անդրադառնանք, որովհետև ես չեմ սիրում բաց թողել որոցի հարց, որովհետև մեկը չի կարող մեր կասկածել մեր պատրաստակամության կամ մտավոր կարողության վրա։ Հա, մենք չենք խուսափում որոնցի հարցից ուղղված մեզ, էլի։ Հիմա այսպեսի հարց կա, ասում ինչպես եք վերաբերվում կամ գնահատում թուրք լրագրողի Հայաստան գալը եւ այդ հարցազրույց վերցնելուն, այդ երևույթին ո՞նց եք վերաբերվում։ Վերաբերում եմ այնպես, ինչպես վերաբերում եմ այս իշխանությունների վարած քաղաքականությունը։ Դա այս ամեն ինչի մի օղակն է։ Պարոն Պետրոսյան, այս վերջի հայտարարությունները Նիկոլի արած X պահը մոդեցնելա թե չէ։ X պահը մենք Արցախի դատարկումով ենք արդեն անցել։ Մի քանի հատ X պահ բաց թողեցինք։ Ջերմուկով բաց թողեցինք, Արցախի դատարկումով, Արցախի բլոկադայով, 44-օրյա պատերազմը մարսելով։ Այդ X պահերը շատ եղան, ես դրանից եմ շատ մեղադրում մեզ, մեր ժողովրդին, որ այս աստիճան անհաղորդ է, բայց ամեն դեպքում հույսով եմ, որ ինչ որ մի պահի այդ զարթոնքը լինելու է։ Լավ։ Այստեղ հարց են ուղղել Կարեն Ասրյան, չգիտեմ ճանաչում եք թե չէ, ասում է Կարեն Ասրյանը պետք է ցույց անի ապրիլին մարդիկ է դուրս բերելու, ասում է 70,000 մարդ են դուրս բերելու փողոց, թե թվերը որտեղից է հայտնի այդ մարդուն, ցուցակագրել է թե ինչ, ասում է դուք կմիանաք այդ Կարեն Ասրյանին, եթե պետք լինի, չգիտեմ, ինչպես եք վերաբերվում, ինչ կարծիքի եք։ Ասրյան, կարծեմ Ասրյան չի։ Աթայան։ Աթայան։ Չէ։ Արյան։ Հա, դե լավ, թող Արյան լինի։ Հա։ Լույսի բանակի մասին է խոսքը։ Երևի, ես սուտես չեմ բան արել, հա, երևի Լույսի բանակն է։ Հա, Լույսի բան դրա մասին է խոսքը։ Իրենք ո՞նց են հաշվում, ասենք ոնց կարող է մեկն ասի ես ինչ որ 70,000 մարդ եմ դուրս բերելու։ Ինքը պետք է գործարան ունենա 70,000 հոգանոց աշխատողներով, որ վստահ ասի ես այս 70,000-ին կարող եմ բերել փողոց։ Օրինակ դուք ո՞նց եք վերաբերվում այս մարդու հայտարարությանը եւ արդյոք դուք կաջակցեք, եթե տենակ 70,000 ասում են մարդ կա այնտեղ։ Մենք կաջակցենք ցանկացած շարժման, որը ուղղված կլինի Հայաստանի փրկությանը, այս կահավիժող ընթացքի կասեցմանը, բայց այդ բանակը, որ ասում եք, եթե իմանան որտեղ է տեղակայված այդ բանակը, կարելի է գնալ եւ տեսնել, եթե այդ բանակը իրոք այնտեղ կանգնած է, ինչի չմիանալ։ Հասկացա։ Բայց մարդիկ կան Հայաստանի փրկությունը չեն պատկերացնում Հայաստանի անկախության, մարդիկ կան Հայաստանի փրկությունը պատկերացնում Ռուսաստանի
կազմում, օրինակ իրենց պատկերացված փրկությունները այդպեսին են, բա կարող է մարդը դրանցից մեկն է, օրինակ 70,000 մարդ է բերում, որ աշխարհին ասի մենք գնում ենք Ռուսաստանի գուբերնիա լինենք, օրինակ էլի, չեմ կարող ասել, մինչև գետնի վրա չտեսնեմ այդ բանակը եւ այդ փողոցում հայտնված մարդկանց, ում որ տեսել եմ, ես այնտեղ գիտեմ, ովքեր են Ռուսաստանի սազը քաշում, ովքեր են առանց Ռուսաստան իրենց կյանքը չպատկերել, նա տեսել ենք 17+ եւ այլն, շատ ենք տեսել, մեր օրինակի համար սրբազանի շարժմանը աջակցելը դրա վառ օրինակներ, որ մենք պատրաստ ենք Հայաստանի շահով շարժվող ցանկացած ուժի հետ համագործակցել կոնկրետ նպատակների համար։ Այնպես որ գետնի վրա երբ որ բան կտեսնենք, նոր խոսենք, օդի մեջ ինչ հիմա։ Ես էլ կարող ասեմ 71,000, հիմա ինչ, իմ ասածը օրինա։ Իհարկե։ Չէ, մենք այդպես թվեր չենք հայտարարում, իհարկե մենք տիրապետում ենք նրան, ինչի որ հիմա այստեղ էլի հարց կա, ճիշտ ասած կոնկրետ բանակի տեղը ով կասի, հասկացա։ Իհարկե, շատ դիպուկ պատասխան է։ Պարոն Վահե Գասպարյանը հարցազրույց տվեց այսօր, այսինքն 3 Հայաստանի ժամանակով եւ այնտեղ շատ հարցերի պատասխանել է, այսօր այդ հարցերից նորից կան ուղղված այն հարցերի, որոնք արդեն պարոն Գասպարյանը պատասխանել է։ Դուք կիսում եք պարոն Վահե Գասպարյանի պատասխանը։ Ինչի վերաբերյալ։ Օրինակ, այստեղ բան է գրածը ամերիկան հրաժարվեց հետախուզական տվյալներ տրամադրել բանի Ուկրաինային, բայց պարոն Գասպարյանն էլ ասեց, որ արդեն փոշմանել են նորից տրամադրել։ Հայտարարություն եղավ, որ արդեն տրամադրելու են, կասեցրել էին, հիմա տրամադրելու են։ Արդեն ասենք, որ արդեն տրամադրում է, ուզում ասեմ պարոն Գասպարյանը պատասխանել է։ Եկեք սենց հասկանանք, էլի։ Ամերիկան հասել է նրան, որ ինքը կարելի է ասել միակ գերտերությունն է, որ կարող է իր կամքը թելադրել բոլոր ուղղություններով։ Դա իր 1000-ի հասնող ռազմաբազաներով ամբողջ աշխարհով մեկ, եւ նրա հետ հաշվի չնստելը ընդհանրապես սխալ բան է, եւ նա կարող է շատ լավ գարանտ լինել ցանկացած երկրի համար, ինչպեսին Իսրայելն է, օրինակ, Դրա համար մենք ոչ ՆԱՏՕ անդամ Ամերիկայի գլխավոր դաշնակից այդ ստատուսի համար ենք մենք անընդհատ խոսում։ Բայց տեսեք, Ամերիկան այնքան խորքային պետություն է, որ միայն նախագահով այնտեղ հարց չի լուծվի։ Տրամպը ինչ որ մի հաջորդ հարցը կանխեցիք, շատ լավ է, շարունակեք, դուք կանխեցիք։ Ինքը ինչ որ մի միսիա պետք է իրականացնի, դրա համար նրան բերեցին։ Այստեղ կարելի ասել, որ թվում էր թե ոչ մի շանս չունի, բազում հոդվածների տակ եւ այլն, չգիտեմ 100 քանի տարվա սրոկ վրան շալակած բան ոնց է գալի իշխանության։ Ուրեմն պետք էր որ ինքը գա, դա խորքային պետության որոշումներ, որ նա պետք է գա ինչ որ խնդիրներ լուծելու եւ իմ պատկերացմամբ ինչ խնդիր է լուծում։ Նա փորձեց դուրս գա այդ հակառուսական կոալիցիայից, ստեղծի իմիջ վերին արբիտրի, դուրս գա, այստեղ թողի իբր թե մենակ, որպեսզի ինքը արդեն որպես գլխավոր արբիտր Ռուսաստան եւ Ուկրաինա այդ հարաբերությունների մեջ դերակատարություն ունենա։ Նաև ստիպելով Եվրոպային իրար գալ։ Այս միսիան Չինաստան Եվրոպա հակամարտություն է դառնում, չէ՞, Ուկրաինա-Ռուսաստան։ Այո, Այսինքն, այստեղ շատ լավ հաշվարկ կար, բայց որ ինքը ցինիկ անպետք բաներ էլ ասում։ Այդ էլ ընդունենք, որ այդ գործի համար նման մարդ պետք է բերեին, պարզա։ Բայց դա հարթվող է, այդ ցինիկությունը հարթվող է։ Այո, Ամերիկան Ամերիկա է, դա մենք գիտենք։ Գիտեք, ես այսպես եմ հասկացել, որ եթե բան կա, որ դիվանագիտական լեզվով չես կարող քո
դաշնակցին բացատրես, ով անդադ նստել է վզիտ կամ շալակիտ եւ անդադ օգտվում է քեզանից, քո դաշնակիցն է, բայց ինքն էլ կարող է անել չի անում, ասիկա բարձրացել է շալակիտ, քանի որ դու չես կարող դիվանագիտական ճանապարհներով բերում ես քո բանին ծաղրացուին, հա, կոպիտ ասած, որ ինքը ուղիղ առանց վատը զգալու, առանց բանը, որ ասենք կարող եք ասենք դե լավ ամոթ է, այդպես ուղիղին չես ասում, ինքը չի քաշքանվում, ուղիղ դնում ճակատների Եվրոպայի ասում է, հիմա մի արանք էս պահը իրենք կօգտագործեն, որ Եվրոպային հասկացնեն, Թրամփի լեզվով, դրանից հետո եթե Թրամփը մնա նույն խելքին, ըստ է փոխարինեն Թրամփին, հա, ինչ լավ է, էս բանը, էս հարցերը մենք կանխեցինք, այդ լավ է, հիմա մենք պատրաստենք ցանկացած հարցի պատասխանել, չէ՞։ Այստեղ իրան մեր հարց տվողի բանն է, ձևակերպումն է, ասում է, ձեր նախկին ընկեր Վարդան Հակոբյանը, ինքը այդպես է ձևակերպում, դոգով իր եթերները, դոգի նկարներով, դոգից խոսելով, մի քանի հազար հոգով իր լսարանը մեծացրեց, ասում է։ Դուք ազգային ուժ եք, ձեզ քիչ են լսում, միգուցե ասում եք դուք էլ բան անեք, սկսեք դոգով առաջ գնալ, դուք էլ դոգից խոսեք, բան, թող ժողովուրդը, հարցն է այսպեսին, ես շատ կներեք, հարցը տամ, հետո դուք ոնց կբան, ասում եք չեք դուք էլ այդ դոգի բան էլ դարելա աստված, չէ, ասում եք դուք էլ դոգ գովազդելով, դոգից խոսելով բան անում, որ ձեր լսարանն էլ մեծանա, հետո շուրգակորից ազգային բաներ տակ, որ ժողովուրդը մարդը ձև է մտածել, էլի, թե մենք այսինքն անհանգստանում մեր մասին, ինչ-որ մեթոդ է մտածել, որ լսարան հավաքեք, որ մեր ազգայինը հետո տարածենք։ Դուք ինչ կասեք օրինակ։ Կսկսեմ սկզբից, նախ Վարդան Հակոբյանը, ես նրան համարում եմ էլի մեր ընկեր, չնայած որոշ հարցերում եղավ տարաձայնություններ, բայց նա իր խոսքով, իր քարոզով, նա դեռ մնում է նույն հայրենատենչ մարդը, նույն Հայաստանի դարդով ապրող մարդը, եւ ես այդ առումով բացի շնորհակալությունից այլ բան նրան չեմ կարող ասել։ Չնայած մենք հիմա, այսպես ասած, կարելի ասել, կարծես թե լարում կա մեր մեջ։ Անձամբ իմ մեջ չկա։ Ինքը իր գործը լավ է անում։ Ինչ վերաբերում է լսարանի, տեսեք, եթե մենք սիրում ենք կլասիկ երաժշտություն եւ դրա պրոպագանդա անողն ենք, դրա կրողն ենք, մենք ռաբիս չենք կարող պրոպագանդել։ Հասկանում եք, ձեր մոտ հարց չի առաջանում, մենք ինչի ես տեղական ընտրություններին չենք մասնակցում։ Որովհետև գտնում ենք, որ ճիշտ է, երևալու, անունը տալու, բան հնարավորություն է, չէ՞։ Դա էլ չէ, ինչ որ լսարան կավելացնի։ Բայց մենք գտնում ենք, որ այդ ամեն ինչը տուն-տունի կա, այն գլոբալ հարցի համեմատ, որը մեր երկրի գլխավոր իշխանությունն է անում։ Այսինքն, այդ ընտրություններ բան բոլորը տուն-տունիկներ են, քարկտիկ խաղալա, որովհետև այս պայմաններում չի կարող լինել ոչ արդար ընտրություն, ոչ արդար ներկայացում, հա, այդ կուսակցություններ կլինեն, ինչ կլինեն։ Մեր խնդիրը գլխավոր իշխանությունն է, ձկան գլուխը ընդեղից է փթում, հա։ Պետք է այդ իշխանությունը լինի, որ դու կարողանաս ամեն տեղ կարգ ու կանոն մտցնես, որովհետև այս ընտրական օրենսգրքով, այս համակուսակցական ընտրական հանձնաժողովի նախագահով, հա, այս հմեկի բան ուղղորդված քաղաքականությամբ եւ պրոպագանդայով, այն պայմաններում, երբ որ հիմնական մեդիաները 5-րդ Շարասյան ձեռքում են եւ երկրի փողերը ընդեղ են հիմնականում եւ հիմա նաեւ իշխանականների մոտ, դու ստեղ ոնց կարող ես դու ինչ որ մի բան փոխես, անհնար է։ Ընդեղ պետքա փոխվի նոր քո կամքով, քո ազգային մտածելակերպով եւ քո ամուր բռունցքով դու կարող ես այդ կամքը տարածել ամբողջ բոլոր ինստիտուտների վրա քո երկրի մեջ։
Ես ինձ թվում է պատասխանեցի հարցին։ Այո, այսինքն այսպես հասկանանք, միջև մենք կլասիկա ենք սիրում եւ մենք շատ կոնկրետ քաղաքական հայտ ենք ներկայացնում։ Մենք քաղաքական մեր վերլուծությունները համաշխարհային մակարդակի են։ Մեզ տված պատվերը, որը մենք վերցրել ենք կամովին մեր վրա, դա համահայկական պատվեր է։ Մենք ասում եմ ոչ տունտունիկի, ոչ քարքրիկի, ոչ էլ ռաբիզի կարիք ունենք։ Ասում է դուք հիմա էլի այսպես Թրամփ հետ կապված ցուցադրություն է իբր, ասում է դուք լոբիստական կազմակերպություն եք վարձել Ամերիկայում, որը աշխատում էր սենատորների հետ հայկական շահի համար։ Հիմա ասում է ինչ է պետք է, քանի որ Ամերիկայում Թրամփը այսպես անկանխատեսելի է, ինչ է կանոն, եթե դուք ասում եք Ուկրաինայի այսպես հաղթանակով եք շատ բան ձերիքս բանը կապել եք Ուկրաինայի հաղթանակի հետ, ասում եք դա է արդար։ Հա, հարցը հարցն է, ասում եմ հիմա ինչ է, եթե Ռուսաստանի հարցերով Եվրոպան է զբաղվելու, այսինքն Ուկրաինա-Ռուսաստան պատերազմով, ինչ է կանոն, հիմա էլ պետք է գնաք Եվրոպայում լոբիստական կազմակերպություններ վարձեք։ Հարցը այսպես է ձևակերպում։ Ուրեմն հարցին կպատասխանեմ շատ կարճ։ Ցանկացած պետություն, եթե ունի արտաքին քաղաքականություն, նա զբաղվում է լոբիզմով, այսինքն ունի իսկ Ամերիկայում դա ընդունված բան է, այդ լոբիստական կազմակերպությունները գրանցված բան, սա բան չի։ Նրանց գործն է տենց ունեն կապեր, այդ կապերը ապահովում են, որպեսզի դու կարողանաս քո թեզերը կամ քո հետաքրքրության շրջանակում հարցերը հասցնես իշխանություններին, հա։ Սա է լոբիզմի նպատակը դա է։ Իհարկե, պետք է աշխատել բոլոր ուղղություններով։ Դու Չինաստանում էլ պետք ունենալ լոբինգ անելու հնարավորություն, Ճապոնիայում էլ, դու հենց Թուրքիայում էլ, եթե փող լինի։ Հիմա մենք համարում ենք, որ մեր այդ քիչ փողը, որը մեր ժողովուրդն է մեզ համար հանգանակում, եւ ես ուզում եմ արդից օգտվեմ շնորհակալություն հայտնեմ, որ մարդիկ դեռ հույս են կապում եւ աջակցում են մեզ, մենք էլ ենք ծախսվում, ժողովուրդ ջան, այնպես չի, որ մենք նստած ձեր ուղարկածից աշխատավարձ եք ստանում։ Մենք էլ ենք մեր ներդրումը ունենով, այնպես որ հա, այդ սուղ միջոցները մենք փորձում ենք ուղղել ոչ թե իշխանությունների նման ինչ որ համերգներ կազմակերպելուն, այլ գոնե մի պիտանի բան անելուն, որի անունն է լոբինգային գործողություն աշխատելու Ամերիկայի սենատորների կամ կոնգրեսմենների հետ, որոնք գոնե մեր ուղերձները կհասցնեն այդ անհրաժեշտ կաբինետները։ Իհարկե Եվրոպայում էլ մենք հիմա Անգլիայի հետ արդեն սկսել ենք հարաբերություններ կազմավորել։ Կամաց, փողը շատ ելներ, բոլոր ուղղություններով էլ կանեինք։ Որովհետև այսօր հասել ենք նրան, որ թվում է թե ամբողջ աշխարհում մենք մենակ ենք։ Ոչ մի բարեկամ չկա։ Միայն Ֆրանսիան է, որ ընդեղից բան է խոսում։ Հասկանում եք։ Ֆրանսիայի հետ էլ պետք է աշխատել, Հնդկաստանի հետ էլ պետք է աշխատել, Իրանի հետ էլ։ Ֆրանսիան էլ կհիասթափվի։ Մարդն ասում է հայկական շահի հարցով ես մենակ եի մնացել, Նիկոլ Նալիևը եւ մի կողմն էին։ Դա մեր ամոթն է։ Այո։ Հաջորդ հարցը ընթերցեմ, ասեցի չէ որ շատ են, պարոն Պետրոսյան։ Ես չեմ վախենում, խնդրեմ։ Պարոն Հակոբյանը սահմանադրական փոփոխություններից որպես սահմանադրագետ բան միջոցառումներ է հրավիրելու կամ անելու աջակցելու ենք մենք, օգնելու ենք, կիսում ենք պարոն Հարիկյանի այդ սահմանադրության այդ հիմքերը, այդ ձևաչափը։ Ես սենց կասեմ։ Պարոն Հայրիկյանի հետ հարաբերություններ կարգավորում եմ ես։ Ինչ էլ ուղիղ հարցը տվեցի։
Ուրեմն ես պետքա այսպես ասեմ, մեր ժողովրդին արթնացնելու կոչ պետք է անեմ։ Ունենք մարդ, որը դեռ այն ամենա երիտասարդ տարիքից Հայաստանի անկախության համար կռիվ տված մարդ։ Իհարկե, ոնց որ մեր վրա են շատ հարցակվում, նրա վրա այս ամբողջ իր գիտակից կյանքում հարցակվել ու փորձել են վարկաբեկել հազար մի բան, բայց փաստը մնում է փաստ, որ այդ մարդը իր ամբողջ կյանքը նվիրել է այդ պայքարին։ Եվ դրանով էլ ապրում է։ Եվ շատ ծանր է տանում, երբ որ ապերախտ են լինում, երբ որ այն աղվա մորուսավոր մեկը կարող է իրան անտեսի կամ արհամարի կամ հասկանում եք, մենք մեր գնահատականը նա է, որ Հայրիկյանը Հայաստանի համար շատ արժեքավոր մարդ է, նրա գիտելիքները, նրա անցած ճանապարհը շատ արժեքավոր են, եւ մենք բոլոր այն տեղերում, որտեղ որ մենք հնարավորություն կգտնենք, բնականաբար մենք պետք է համագործակցենք։ Այդ մարդու գիտելիքը եւ անցած ճանապարհը մեր համար հարստություն է, ժողովուրդ։ Մի լսեք այս աչից ձախից վարկաբեկողներին։ Նա հարստություն է մեր համար։ Սովետական միությունից երբ որ Հայաստանում երևի թե հատուկ են մարդիկ են անկախության մասին երազել, այս մարդը կյանքն է մաշել այդ ընթացքում։ Նրա գրած երգերը լսեք, հա? Նրա խոսքը լսեք։ Մենք իրան ամեն ինչով աջակցելու ենք։ Շնորհակալություն։ Բարի, շատ սպառիչ էր։ Այստեղ հարց են տալիս, ասում են ինչու եք հակաբլեֆ հաղորդաշարը դադարեցրել, հարցնում է, չգիտեմ, ես պետք է հարցը տամ, կարող ասա ձեզ չի վերաբերում, բայց եթե դուք կարող եք այս հարցին պատասխանել, խնդրում եմ պատասխանեք։ Հակաբլեֆը ասում է լավ հաղորդաշար էր, ինչու այս պահին չկա։ Այո, լավն էր, բայց մենք չենք կարող շատ երկար դատական process-ների մեջ անընդհատ հայտնվել, որովհետև մի ուզող ունենք, տասնյակ չուզող, եւ անընդհատ դատական հայցերով մեզ քաշ են տալիս, բնականաբար դա մեր համար ծախսեր է, փաստաբանի, հա, շատ մարդիկ մեր համար անում են նաեւ էնտուզիազմի բանով, հա, որպես վոլոնտյոր բան օգնող, բայց դրանք ծախսեր են, դատական ծախսեր եւ այլն, մի քիչ պաուզա տվեցինք, տեսնենք գլուխներիս ինչ է գալիս, որովհետեւ ֆինանսների հետ կապված բան է նաեւ։ Հասկանալի է, այսինքն բողոքում են, դատական հայցեր են ուղղում մեզ։ Այո, հա։ Հիմա կոնկրետ Հովսեփ Խուշուդյանը, որը բանի իշխանությունների, այսպես ասած, մաքրաջրողներից մեկն է, շատ ծանր է տարել իր անձի նկատմամբ քննադատությունը եւ Բոլշևիկյան կարգի փաստը, հա, գլխի։ Ահա, չնայած դա մենք չէինք հորինել եւ դատական հայցով հիմա Վահե Գասպարյանն է այդ հարցով գնում, հաղորդումը եւ այլ մի խոսքով ու շատ բաներ կան այդպեսի եւ քանի որ մենք գիտակցելով որ այս աղետալի վիճակը գնալով ավելի խորանում է եւ այդ մեր բացահայտումները մի քիչ խանգարում է մեր հնարավորություններին կոնսոլիդացիա ապահովելու համար գոնե գլխավոր հարց լուծելու համար, հա, մենք որոշեցինք մի որոշ ժամանակ սառեցնել, քանի որ ունենք եւ ֆինանսական խնդիր եւ այսպես ասեցի քաղաքական խնդիր էլ ունենք, հա, մենք փորձում ենք մարդկանց ոչ թե վանել, այլ համախմբել հանուն Հայաստանի այս գահավիժման կասեցման, հա։ Այո։ Բայց ես համոզված եմ, որ Նիկոլի հետ իր մենք սազանդար ենք անունները դնում, խորհրդային Հայաստան ջատագով, բայց Եվրամիության ձգտող, այսինքն Եվրոռուսիայի բան այդ համախոհները իստում է իրենք Նիկոլի հետ հավասար պատասխանատվության պետք է ենթարկվում են, որովհետև այն հանցանքը, որ Նիկոլն անում է, սրանք կողքից ալիքը մեղմացնում են, ասում են ամեն ինչ լավ է, այսինքն հարթում են, ամեն ինչ հարթում են, որ
Նիկոլա վարելով գնա էլի։ Նրանք ասեմ հաջողում են, որովհետև տեսեք, ոնց կարծես թե հերթի դրված բոլոր անհրաժեշտ մեդիաներով, սենց մեկը այսօրա, մյուսը վաղնա, մյուսը ու սենց հերթով ամենտեղ պտտվում են, էլ չեմ ասում համեկը իրանց փեշքեշ, հա։ Եվ նրանք կարողանում են մարդկանց ուղեղը լվալ, կարողանում են լվալ, այսինքն 90% քննադատություն ապահովելով, որպեսզի այն 10%-ով մաքրաջրեն այս քաղաքականությունը, հասկանում եք, լավ, այս անգրագետ, կիսագրագետ, այս անտարբեր ժողովրդին, ոնց ախր նրան տրված չի ամբողջ խորությամբ հասկանալ ինչա կատարվում։ Տրված չի, չունեն այդ մարդիկ այդ ժամանակն էլ չունեն, զահլեն էլ չունեն, որովհետև իրենց կենցաղային դարդերի մեջ են, հա, այսինքն ու շատ հեշտ է նրանց ուղեղը լվալ։ Մինչև հիմա հələ խոսում են ասֆալտից։ Պատկերացնում ես։ Մինչև հիմա ասֆալտից են խոսում։ Մինչև հիմա խոսում են ֆոսֆորային ռումբերից։ 1000 անգամ դրա շուրջ խոսակցություն գնացել է, չէ՞, եւ բացատրվել է, որ այդ ֆոսֆորային ռումբերը Ուկրաինան չունի, որ 94 թվականի համաձայնագրի արդյունքում այդ ռումբերը գնացել է Ռուսաստան։ Բայց մարդը եթե այնտեղ է մնացել, հասկանում ես, այն մարդիկ կան, չէ, որ ինչ որ պալտոկ, վերարկու կամ չգիտեմ, թիկնոց եւ այլն առաջարկում են, ասում են Մակինտոշը ուրիշ է։ Որովհետև 50 թվերին Մակինտոշը հակել, հիմա այդ մարդիկ մնացել են այդտեղ ու նրանք տելևիզոր են միացնում, պրոպագանդայի տակ են, YouTube են մտնում պրոպագանդայի տակ են եւ ովքեր մեծ ֆինանսներ են ծախսում, տարածումն էլ մեծ է նրանց, հա, եւ քանի որ պայմանավորված է քիրվայության քաղաքականությունն են քարոզում, այս բանը գնում մտնում է մարդկանց գլուխը, ել չեմ ասում, Սփյուռքը, ել չեմ ասում Սփյուռքը։ Այդ հերոներուն նստած այս պրոպագանդայի տակ մեզ մեղադրում են, թե դուք կռիվ եք հրահրում, բան եք անում։ Լավ, ինչ անենք, այ ժողովուրդ։ Ոնց անենք, ոնց վարվենք ձեր հետ։ Ինչ լեզվով խոսենք, որ դուք հասկանաք, որ սա աղետ է, սա ոչ մի ապագա չխոստացող ճանապարհ է։ Ոնց մենք ձեր հետ խոսանք, երկել երկով չենք կարող, հա, խոսքով չենք հասնում, հա, անհասանելի է։ Այս մի փոքրիկ ռեսուրսներով, որ կարողանում ենք ինչ որ ճշմարտություն հայտնել, եւ եթե մենք ձեր առողջական վիճակի, մեր հասարակության առողջական վիճակի MRT կամ ԿՏ-ի պատկերն ենք տալիս լուրջ դիագնոզով, մենք դառնում ենք վատամարդ, խափենք ձեզ։ Մենք չենք ուզում ձեզ խափենք, մենք ուզում ենք ճիշտ դիագնոզը տանք եւ բուժումով զբաղվենք, բայց մենք մենակով չենք կարող։ Ով ասեց, որ դա ասենք երաժիշտ Եղիշե Պետրոսյանի ուսերի համար է։ Չէ, ես էլ ձեզանից մեկն եմ, որը պատասխանատվություն է վերցրել, ինչ որ բան է ուզում անի։ Փորձում է իր ընկերների հետ ձեռքի բռնած բան կասեցնի, բան փոխի։ Երկրին տեր կանգնելու մարդկանց հավաքագրի, հա։ Սենց չի կարելի անտարբեր։ Այս ձև անտարբեր ժողովուրդ մենք ոչ մի ապագա չենք կարող ունենալ։ Եվ եւս մեկ հարց կա, պարոն Պետրոսյան, այս հարցն էլ այն հարցերը կրկնվող են եւ մեր զրույցի ընթացքում եղան իմ ու ձեր խոսակցության ժամանակ որոշ հարցերի դուք պատասխանեցիք արդեն, էլ չեմ ընթերցելու։ Այստեղ գրում է, որ առաջին EM-ը տարածել է, որ այսինքն ադրբեջանական պաշտոնյաների խոսքը, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի մեր առաջարկած բոլոր կետերի հետ համաձայն է, շուտով այդ թուղթը կստորագրվի, տես միտեղ ասում են հրաժարվում են ստորագրել, չգիտեմ առաջին EM-ը ինչ է տարածել, ասում է դա կլինի Հայաստանի կործանում, դուք ոնց եք պատկերացնում Հայաստանի ոչնչացման թուղթ է դա, կործանում է, թե խաղաղություն է, ինչ է։
Ճիշտ է, տարածվել է այդպեսի հաղորդագրություն եւ Հայաստանն էլ հաստատել է, որ այդպես է, որ բոլոր կետերը համաձայնեցված են, մնում է օրը, տեղը որոշել։ Այսինքն, խոսք էր գնում ի սկզբանե 17 կետերի մասին, 17-ն էլ Ադրբեջանի թելադրած կետերն էին։ 17-ն էլ, այսինքն կապիտուլյացիան, որի մասին խոսում էինք, հա, սա այդ կապիտուլյացիան ստորագրելու բարաթն է։ Եվ այստեղ ես պետք է ասեմ հետևյալը։ Սա կտրելու է մեր բոլոր հույսերը, մեր բոլոր իրավունքները կասեցնելու է, եթե իհարկե մարսի սա։ Ես մեր խոսակցության սկզբում ասեցի, որ մենք 20 թվից սկսած ապրում ենք Ալիևյան օրակարգով։ Մեր Հայաստանը օրակարգ չի բանարել եւ Ալիևյան օրակարգը մի քիչ sense rename անելով ներկայացնում է խաղաղության խաչմերուկ, հա? Բայց դա Ալիևյան օրակարգի ուրիշ անունն է, հա, այդպես ասեմ։ Հիմա տեսեք, հիշում եք այն Պեպոյի կինոն։ Պեպոյի կինո կար, չէ՞։ Եվ այնտեղ մուրհակ կար բանի մոտ Պեպոյին կունի։ Կորած չէր, պահած էր, բայց ոչ մի կերպ Պեպոյին չէին տալիս, որ այդ մարդը իր իրավունքների հետամուտ չլինի։ Հիմա մեր ազգի հարցն է, ունենք օրինական գծված սահմաններ, ունենք օկուպացված երկիր, ունենք մեր տարածքները զավթած թշնամիներ, ունենք բոլոր հնարավորությունները տեր կանգնելու մեր Պեպոյի բարաթին, հա, բայց այս արդեն 110 տարվա ընթացքում, չէ, 104, 21 թվից հաշվենք, հա, 104 տարվա ընթացքում մեզ այդ բարաթը ոչ ոք չտվեց, որ մենք հիմա Պապյանը եւ էլի նրան օգնող մարդիկ, Ամերիկայում էլ կան հետարքիր մարդիկ, որոնք աշխատանք են տարել, բավականին փաստեր, արխիվներ են հավաքել, հա, որ մեր իրավունքներին տեր կանգնելու պարագայում մենք կլինենք եւ խաղաղության մեջ, եւ պաշտպանված, որովհետեւ դու ունես արգումենտներ սսկացնելու, կասեցնելու սրանց հարցակումները։ Հիմա այս խաղաղության պայմանագիր անվան տակ այս թուղթը մեր այդ բոլոր հույսերը, մեզ փող ստանալու հույսերը, մեր երկրի իրավունքները պաշտպանելու հույսերը, ապագա ունենալու հույսերը կտրելու բանա։ Հիմա մենք ազգովի ինչ ենք ասում սրան։ Ինչ ենք ասում։ Մենք այսօր հայտարարությամբ հանդես կգանք այդ թեմայով, որ հələ մի հատ ցույց տվեք տեսնենք թե այդ ինչ եք դուք պայմանավորվել, այդ 17 կետերը հələ մի հատ տեսնենք, այդտեղ որ մի վանկն է հայերի շահերին վերաբերում։ Վանկը մենք գործ ունենք կոլաբորանտ իշխանության հետ, որը աշխատում է հայոց պետականության շահերի դեմ եւ իմ կոչն է կասեցնել սա։ Հաճիկ։ Պարոն Պետրոսյան, ես ճիշտ ասած նոր հարց ստացա եւ ուզում եմ ես ձեզ լսեցի, իհարկե, անկեղծ ասած ես լրիվ կիսում եմ ձեր մտահոգությունը ու շատ հետաքրքիր է, գիտեք, տեսեք, պարոն Պապյանը երբ որ խոսում է այդ նույն թեմայից, ինքը խոսում է դիվանագետի, չէ, ոճով, իր այդ ուղղությունով ու այդ նույն բանը, երբ որ դուք եք մատուցում որպես մտավորական, ես ձեզ մտավորական եմ համարում, դա ավելի շատ կարևոր է, հասկանում եք, նույն բանն եք ասում, բայց այնպիսի ոճով, որ մարդկանց հասանելի լինի ու
ու ինչ լավ է, որ մենք այս հաղորդումը կազմակերպեցինք։ Օրինակ ես հիմա այսպես պատկերացնում, որ սա էլ է պետք, էլի ամեն ինչ ակադեմիական, այսպես դիվանագիտական տերմիններով որ չասենք, այսպես շատ լավ է, օրինակ շնորհակալություն, շատ ճիշտ մատուցեցիք։ Եվ ուզում եմ ես մի հարցնել կարդալ, պարոն Պետրոսյան։ Այստեղ հարց է ուղղում, ասում է ազգային երգերը ազգային բանը ոճի երգեր երկողներ մենք արտիստներ ունենք, որոնք այդ երգերով շրջագայում են աշխարհով մեկ կամ հայտնվում եւ միլիոնավոր դոլարներ են աշխատում կամ ասում է դուք գիտեք դրանցից մեկին, որ այդ ազգային երկու պարով փող է աշխատում ու ազգային որից է ծրագրի հովանավորում է ֆինանսապես։ Այդպիսի երաժիշտի կամ չգիտեմ մշակույթի գործիչի ճանաչում եք այդպիսի մարդու։ Հարց այդպես է ուղղելու։ Ես դες կարծում ցավոք չեմ կարող ասել, որովհետև չեմ ճանաչում։ Դեպք չի եղել, որ ես կարող է ես չեմ հանդիպել, հա։ Կարող է ես չեմ հանդիպել, ցավոք։ Բայց այդ փողը եթե միտեղ ներդրվեր, այդ դրա ձենը դուրս կգար։ Չէ՞։ Ես հիշում եմ, հա, իհարկե։ Ես հիշում եմ Սովետական միության ժամանակ Մարտեն Յորգանցը որ գալիս էր Հայաստան, նա ոչ մի կոպեկ չէր տանում։ Ես իրան շատ եմ հարգում, ինքը իմ լավ ընկերն է ու բարեկամն է, իմ ընտանիքի բարեկամն է։ Ուրեմն նա բավականին լուրջ գումար էր թողել, ես այդ բոլոր համերգներին մասնակցել եմ օկտոբերի կարգավիճակով, կազմակերպելու եւ այլն։ Եվ հիշում եմ, որ փորձեցինք ճշտել, թե այդ իր թողած նա համալիրի ռեկորդը նրանն է։ Այնքան համերգ տվեց համալիրում, որ էլ չասած, եւ դա մեծ գումարներ էր։ Եվ երբ փորձեցինք իմանալ, թե այդ ուր է ուղղվել, բան, մենք ծայրը չգտանք, եւ որոշեցինք Կիրովականում համերգ էինք դրել, որ այդ Կիրովականի համերգի գումարը տանք Որփանոցի։ Եվ մեզ խորհուրդ տվեցին, որ այդ գումար տալը լավ բան չի, որովհետև տեղ չի հասնում, ավելի լավ է դուք կոնկրետ նվերներով գնաք։ Ուրեմն իմացանք ինչքան երեխա կա, ինչ բաների, սայզերի, հա, ու գրեցինք բոլորի համար, կարել տվեցինք սպորտային համազգեստ։ Երբ որ գնացինք ճամբար, այդ բաները բաժանելու, հետարքիր բան եղավ, տնօրենը ոչ մի կերպ չէր համաձայնվում, որ մենք երեխաների ձեռքը տանք տա։ Ասում էր տվեք մենք կբաժանենք, հասկանում եք։ Ու տեսեք, դուք չգիտեք, չէ՞ որ այդպիսի բան եղել է։ Կարող է եւ ինչ որ մեկը ինչ որ մի լավ բան արել է ու չի երևում։ Հասկանում ես, դրա համար չեմ կարող բոլորի համար ասել, բայց իհարկե դա պետքա որ լիներ շատ համատարած։ Ես հիշում եմ պատերազմի ժամանակ, 44-օրյայի ժամանակ, երբ որ փող էինք հավաքում, ես ուզում եմ անկախության մասին մի բան էլ ասեմ, եթե թույլ կտաս։ Տեսեք, մեր ոչ անկախ լինելու մի օրինակ եմ ուզում բերել, պատերազմի ժամանակ հոկտեմբեր ամսին մի քանի ընկերների հետ գումար հայթայթեցինք եւ 7 հատ գիշերային դիտարկման սարք եւ 30 հատ հեռադիտակ Գերմանիայից ես պատվիրեցի, պայմանավորվեցի UPS-ով ուղարկում ենք, որ շուտ գա հասնի այդ բոլորը չեկավ Հայաստան, դա կանգնեց Մոսկվայում, պատերազմը անցավ եւս 1 ամիս, ես չկարողացա դա բերել Հայաստան, հետ ուղարկեցի նորից գործարան, UPS-ով էր գալիս, հա, դա փոստային ծառայություն է, չէ՞։ Այո։ Բայց, տեսեք, պարզվում է, որ երևի թե Հայաստանը ինչ-որ մի ստորագրած բան ունի, որ դա պետքա անպայման Ռուսաստանով կոնտրոլի ենթարկվի ու գա հիմա ժողովուրդ ջան հիմա այս անկախությունը մեզ պետք էր որ այդ ապրանքը միանգամից գար ստեղ գնար
մեր տղաներին հասներ, թե մենք պետքա սրան նրան նայելով մեր ոնց որ ասած կարևոր ինչ որ մի բան անելու համար մենք սրա նրա ձեռքին կամ կամքին պետքա նայենք, սա է անկախության գինը, ժողովուրդ, սա ինքան կարևոր բան է, եւ եթե ուզում ես ես մի քիչ էլ Պապյանից տարբեր բան ասեմ մեր պահանջատիրության բանի համար, եթե դա ավելի մատչելի է, տեսեք, այս ասում են, բա դուք Թուրքիան ձեզ հող չի տա, այս չի տա, ժողովուրդ ջան, մենք հող չենք ուզում, փողը տվեք, 100 քանի տարի է մեր հողերի վրա նստած բիզնես եք անում, Ադրբեջանը այդ մի փոքրիկ Արցախի համար արդեն 100 միլիարդի հասնող բաներ է, պահանջներ է դնում մեր առաջ, այո, ու մենք այդ ահռելի տարածքը դրա դիմաց մենք չենք կարա փող ուզենք, չենք կարա արդյոք անվճար ճանապարհ ուզենք, որ գնանք բանի Տրաբզոնի նավահանգիստը մեր համար առանձին ուղի ունենանք, որը անվճար է, այնքան բան կա, ախր չի կարելի կարճ մտածել, խո ամեն ինչը տենց բանով չի, շաշկի չենք խաղում, դրեց կերա, չէ, շախմատ ենք խաղում, ժողովուրդ, ով ասել, որ Թուրքիան 50 տարի հետո կամ 20 տարի հետո ինչ է լինելու, ով գիտի, դուք գիտեք 7 տարի առաջ մեզ ինչ օրն են գցելու, հիմա, ամեն ինչը հարափոփոխ է, աշխարհը հարափոփոխ է, մանավանդ այս այլանդակ երկրները իրենց այլանդակ ղեկավարներով պատուհաս են աշխարհի համար եւ հազարի մի հնարավորություն է բացվելու մեր համար, դրա համար պետք է ունենալ ազգային մտածելակերպով իշխանություն, որը ազգի շահով կապրի եւ կմտածի ոչ թե մեր այն վաղվա օրվա մասին, կարող է 50 տարի հետոյի համար, 100 տարի հետո, դուք այսօր այս ձեր խաղաղության պայմանագրով, եթե ցեղասպանությունից հրաժարվում եք, դուք ել ինչ եք ուզելու Թուրքիայից, բան ունեք ուզելու, նա էլ ձեզ պարտավորված չի, հələ հակառակը կանի, կասի դուք այսքան տարի մեզ մեղադրել եք, մեզ վարկաբեկել եք մեր բարի իմիջը, չէ որ մենք կինո ենք նկարել, մի հատ ինչ-որ սերիալ ունեն, չէ, Սուլեյմանի մասին, աշխարհով մեկ պատտում են, բան են դարձել, աշխարհի չգիտեմ, ցիվիլ, ամենաարդար, մեր իմիջը դուք բան եք, վատաբանել եք, այսքան էլ փող տվեք մեզ, ախր ոնց կարելի է այդ իրավունքներից հրաժարվել, ժողովուրդ, նույնը Արցախին է վերաբերում, չի կարելի, սա կարճատեսություն, հիմարություն եւ, չգիտեմ, դավաճանություն է, մեր ազգային շահերի նկատմամբ։ Իհարկե, պարոն Պետրոսյան, անկեղծ ասած, մենք այսօրվա մեր եթերի կրկնակի ժամանակը սպառեցինք, որովհետև այնքան համ հարցերն են շատ եւ զրույցն է շատ լավ, իսկապես հաճելի զրույց էր եւ որպես վերջաբան ես մի բան ասեմ, դուք էլ ձեր վերջաբանն ասեք ու հաղորդումը ավարտենք, իսկապես շատ հաճելի է, ես չզգացի ինչպես թռավ ժամանակը։ Ես ուղղակի հիշեցնեմ, որ եթե այն ինչ որ դուք ասում եք մեր իրավունքները, որով մենք պետք է կանխենք ադրբեջանցիներին ու եւ թուրքերին, եթե այդ պայմանագրով հրաժարվում ենք այդ բոլոր իրավունքներից, ես ուղղակի մի հատ օրինակ բերեմ, եթե այսօր աշխարհի ցանկացած վայրում, եթե մի գերմանացի անզգույշ տրորի մի հրեայի ոտք, պատկերացրեք այդ հրեան այդ գերմանացու գլուխն ինչ կանի, որովհետև ցեղասպանություն է տեղի ունեցել եւ դա ճանաչվել է եւ Գերմանիայի կողմից եւ ամբողջ աշխարհի կողմից։ Այսինքն ցեղասպանության հարցը դնել, չգիտեմ, այդ կասկածի տակ դնել կամ հրաժարվել, նշանակում է քո վահանը, քո պաշտպանիչ այդ շերտը քո վրայից հանել։ Ես այսպես եմ հասկանում։ Այո, հենց այդպես էլ կա։ Հիմա տեսեք, Խաչիկ ջան, կներես մի փոքրիկ մեջբերում անեմ։ Հրեաները դրան հասան չունենալով պետություն։ Այո։
մենք ունենք պետություն ու դա ենք վատնում, այս է հետաքրքիր։ Ունենալով պետություն չկարողացանք հետամուտ լինել։ Չենք ուզում լինել, չենք ուզում մեր ջանին մի քիչ բան տանք, էլի, ինչ են ասում, չգիտեմ, ժողովրդական։ Հա, այդպես բաներ կա։ Մենք դրա իրավունքը չունենք։ Մենք այսինքն սա մենակ ես ու դուք չենք, Խաչիկ ջան։ Եվ ասենք մեր ընտանիքները, սա համայն հայության թեման է, համայն հայության։ Ով ասեց այդ Ամերիկայի այդ ես երբ որ Ամերիկայում եղել եմ, ես բազում մարդկանց եմ հանդիպել, որոնք իրանց պատմությունները որ պատմել են, ես ուղղակի սարսռել եմ։ Ես այստեղ իմ մանուկ ժամանակ ես հիշում եմ, որ մեծերին երբ որ հարցնում էի որտեղից եք, ինչ եք, շատերը ասում էին որփանոցից ենք։ Որփանոցում ենք ծանոթացել, այսպես ես այն ժամանակ այդքան չէի հասկանում։ Հետո ես սկսեցի հասկանալ, որ մենք այսինչ աղետ են բերել մեր գլխին, եւ հիմա եթե մենք ունենք այս որակը, դա նրանից է, որ մեր սերուցքը անընդհատ հնձել են, թուրքը իր հերթին, պարսիկը իր հերթին, ռուսը իր հերթին, հասկանում եք, ադրբեջանցին իր հերթին, մերոնք իրենց հերթին բոլշևիկները, հա? Եվ հիմա այս նեոբոլշևիզմն է, էլի նույն բանը։ Երեք դատարանում, չգիտեմ, ով Ժիրայր Սեֆիլյանի անունն են տվել արդեն Ադրբեջանի դատարանում։ Հասկանում ես, ստեղ տաբու է այդ մարդուն հանկարծ չմեծարեք, անունը չտակ, բայց Ադրբեջանում արդեն նրա անունը տալիս են։ Խի եք տալիս։ Եթե ստեղ չեք բարեհաճում տայք, ինչ եք դեղ տալիս, չէ՞։ Այո, պարոն Պետրոսյան, ես կարծում եմ, որ որոշ ժամանակ անց ես ու դու այս խոսակցությունը պետք է շարունակենք, շատ լավ ստացվեց, ինձ թվում է, որ մեզ հնարավորություն կտան եւս մեկ անգամ մոտ ժամանակներս, որովհետեւ անդադ խոսք է բերում։ Ամենայն դեպս շնորհակալություն, որ առավոտ կանուխ հարմարեցրեցիք եւ այս հաճելի եւ օգտակար զրույցը տեղի ունեցավ մեր մեջ։ Շնորհակալություն, ես նորից կրկնեմ, ես չեմ հուսալքվում, որովհետև մենք կանք, ես կամ, ու ես միշտ պատրաստ եմ ու մեր ընկերները, մեր բևերը, բոլորս էլ մտածում ենք, որ անկախ ամենից, եթե ոչ մեկ ոչինչ չանի, մենք անելու ենք։ Ես այդպես եմ ազգային հարստությունը։ Այո, ազգային հարստություն։ Շնորհակալություն, պարոն Պետրոսյան, ձեր մոտ օրենոր է սկսվել, մեր մոտ արդեն գիշեր է, մոտենում է գիշերը, ստեսություն ձեզ և բարևեք մեր բևերի բոլոր անդամներին, խորհրդի անդամներին և ես անհամբեր կարոտով սպասում եմ, եթե երբեմ վերադառնալու և միանալու ձեզ և հայրենիքի շենացմանը մասնակցելու։ Սիրով, Խաչիկ ջան, անպայման կհաղորդեմ, դուք էլ ձեր բոլոր լսարանին իմ կողմից ջերմ ողջույններ, լավ մաղթանքներ եւ ասեմ ժողովուրդ դեր կանգնեք ձեզ, ձեր ինքնությանը, ձեր երկրին, սա մի հոգու, 10 հոգու, 100 հոգու հարց չի, սա բոլորիս հարցն է եւ վերցրեք ձեր վրա պատասխանատվություն, ինչ որ բանի համար պատասխանատու լինելու համար։ Եղավ, ստեսություն ձեզ, շնորհակալություն։ Ստեսություն։